Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ը տեսակապի միջոցով զրուցելու է Վրաստանում բնակվող մեր հայրենակից միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, մենք իհարկե կանդրադառնանք Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին, բայց կուզեի զրույցը սկսենք Մոլդովայում անցկացված ընտրություններով, որով Եվրոպամետ կուսակցությունը Մայասանդուի ղեկավարած քաղաքական ուժը կարողացավ մեծամասնություն ստանալ։ Շատ են մեկնաբանությունները ու պրոյեկտումները Հայաստանի վրա սպասող 2026 թվականի ընտրություններին։ Ռուսամետ ուժերը նույնիսկ կոչ են անում անել ամեն ինչ մոլդովական սցենարը թույլ չտալու համար։ Կուզեի ձեր դիտարկումները լսել, ինչքանով են ընդհանրապես այդ վտանգները ակտուալ մեր մասով։ Իհարկե, վտանգները ակտուալ են, որովհետև Հայաստանը ունի այսպիսի երկու ճանապարհ, կամ մոլդովական ճանապարհով Հայաստանը ազատվում է ռուսական գործակալների ցանկությունից ընտրությունների միջոցով ժողովրդավարությունը տապալել, կամ գնում է Վրաստանի սցենարով 2012 թվականի, որտեղ որ ընտրությունների միջոցով գալիս է ռուսական ուժեր եւ հետո իրանք չեղարկում են ընտրությունների հնարավորությունը առհասարակ եւ ժողովրդի հնարավորությունը ընտրությունների միջոցով փոխել եւ ձևավորել իր սեփական իշխանությունը։ Ուստի մոլդովական օրինակը շատ կարեւոր է եւ իհարկե մտահոգված է Հայաստանում այդ գործակալական ցանցը, որովհետեւ տեսնում են, որ այդքան էլ ի նպաստ իրենց չէ Հայաստանում իրավիճակը, ժողովուրդը հասկացել է ինչ օրակարգ են իրանք սպասարկում, ինչ նպատակներ առհասարակ ունեն, եւ ես այդ իսկ պատճառով կարծում եմ, որ իրանք կփորձեն մի կողմից ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի միջոցով շատ ակտիվ կաշառել մարդկանց եւ դա անպայման պետք է սահմանափակվի, մյուս կողմից ես չեմ բացառում ուրեմն դաշնակցության կողմից եւ կից ուժերի կողմից ահաբեկչության փորձը, ինչը նաեւ Հայաստանի հատուկ ծառայությունները անպայման պետք է կասեցնեն, եւ իհարկե սա եւս մեկ անգամ բերում է նրան, որ մենք պետք է ցույց տանք այդ թվում Ռուսաստանին, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին եւ պատրաստ ենք Ռուսաստանի հետ ունենալ շատ լավ հարաբերություններ, բայց միայն ուրեմն գործընկերային իրավիճակով, այլ ոչ թե երբ խաղադրույթը արվում է գործակալների վրա Հայաստանում։ Դրա մաս է նաև իհարկե Կտրիչ Ներսիսյանից հայ առաքելական եկեղեցին ազատելը, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մեր եկեղեցին գործի մեր ազգի եւ մեր պետության շահերի դեմ։ Պարոն Թումասյան, կարծում եք Մոլդովայի նման մեծ կլինեն ռուսական խաղադրույքները Հայաստանում, թե հնարավոր է նույնիսկ շատ ավելի մեծ, այդպիսի կարծիքներ են հնչում։ Մոլդովան շատ կտրուկ քայլերի գնաց, օրինակ նախքան ընտրությունները հեռուստաալիքներ փակվեցին, որոշ կուսակցությունների գործունեություն դադարեցվեց, նաև Մայասանդուն ուղիղ կոչ արեց չընտրել գործակալական ցանցը սպասարկող ուժերին։ Մենք իհարկե տեսնում ենք քննադատություններ Հայաստանի իշխանությունների կողմից, բայց կտրուկ քայլեր չկան ու արդյոք սա չի վնասի հենց իշխանություններին, եթե դրանք չլինեն։ Հայաստանի աշխարհաքաղաքական կարևորությունը շատ ավելի մեծ է, քան Մոլդովայի։ Հայաստանով անցնում է հյուսիս-հարավ, արևմուտք, արևելք, միջին միջանցք կոչված շատ մեծ ծրագրերը եւ Հայաստանը առհասարակ թուրքական աշխարհի այն հատվածում է գտնվում, որը Երևանին տալիս է լուրջ հնարավորություններ։ Այդ հնարավորությունները Մոսկվան ուզում է իր գործակալների միջոցով Երևանից խլի տանի Մոսկվա եւ Մոսկվան ունենա այդ բերկետները, ուստի այստեղ Ռուսաստանի հետաքրքրվածությունը շատ ավելի մեծ է։ Ծախսվելու են շատ ավելի մեծ ռեսուրսներ, գնալու են կարելի ասել այս գործակալները վաբանկի, որովհետեւ շատ լավ հասկացել են, որ հայ ժողովուրդը փաստացի իրանց հարցը լուծում է, ուստի այս ընտրությունները եւ նախընտրական գործընթացը իրանք օգտագործելու են բոլոր միջոցները, լինելու է իհարկե ռուսական հիբրիդային պրոպագանդայի մեխանիզմները, ինչպես ռուսալեզու եւ Ռուսաստանին պատկանող Սպուտնիկ եւ այլն, այդպես էլ հայկական ԶԼՄ իրանց դրսևորողները եւ Հայաստանի իշխանությունները ունեն պարտականություն պաշտպանել ժողովրդավարությունը ուրեմն հիբրիդային պատերազմից, դա այսօր ամբողջ աշխարհում քննարկվող հարց է եւ պետք է լինեն մեխանիզմներ, որով կսահմանափակվեն կոնկրետ կեղծ տեղեկատվությունի տարածելը, որովհետեւ այս մարդիկ էին, ով Տավուշը հանձնին կեղծ շարժում սկսեցին, Սյունիքը հանձնին կեղծ շարժում սկսեցին, Միջանցք տվեցին կեղծ օրակարգ բերեցին, մենք տեսնում ենք իրանք խաբել են փորձում մարդկանց, ուստի դա պետք է սահմանափակվի։ Երկրորդը կաշառքի խնդիր կա, այնտեղ էլ Պլատանյուխը ուրիշները փորձել են մարդկանց վրա ազդել եւ նույնիսկ խոսք էր գնում, որ քեշ գումարով մարդկանց փորձել են գնել Մոլդովայում ընտրությունների ժամանակ, այդ սպառնալիքը կա եւ իհարկե ոչ միայն Սամվել Կարապետյանը, այլ շատ ուրիշ նաեւ մարդիկ, ով հարստացել են հայ ժողովրդից գողանալու միջոցով Ռուսաստանի
այդ ուրեմն աջակցության իրավիճակում նախկին իշխանությունը նկատի ունեն։ Իհարկե, իրանք շարունակելու են օգտագործել ինչպես քաղաքացի Բագրատ Գալստանյանի եւ քաղաքացի ուրեմն Աջապահյանի դեպքում եկեղեցին եւ կրոնը օգտագործել մարդկանց խաբելու նպատակով եւ այդ ուղղությամբ շատ լուրջ ուրեմն պատասխաններ պետք է լինի։ Ասեմ, որ Հայաստանի իշխանությունները բարդ իրավիճակում են։ Մոլդովայի պես բացահայտ որևէ մեկը չի կարող ասել, որ Ռուսաստանն է սա անում, որովհետև դա առհասարակ խնդիր կստեղծեր հայ-ռուսական հարաբերություններում, իսկ մենք այդպիսի խնդրի անհրաժեշտություն չունենք, որովհետև առհասարակ Հայաստանը մեղմ ասած հեշտ իրավիճակում չի գտնվում տարածաշրջանային։ Ուստի այդ դեպքում բոլոր այն մարդկանց, ով նույնիսկ իշխանությանը չեմ ասի, որ աջակցում է, կամ առհասարակ փորձագետներին նկատի ունեմ, ով չեզոք դիրքորոշում ունի, ինչպեսին ես ինձ եմ նայում ընկալում, պետք է մենք գոնե հստակ ասենք, որ իշխանությունները չեն կարող բացահայտ ասել, բայց Ռուսաստանն է փորձում հիմա իշխանափոխություն, հեղաշրջում կազմակերպել Հայաստանում եւ մենք դա չպետք է թույլ տանք, բայց մենակ Ռուսաստանի դեմ չի սա է ուղղված։ Որևէ մեկը առհասարակ դրա իրավունքը չպետք է ունենա Հայաստանում, որովհետև Հայաստանում կան ընտրություններ, որոնք ճանաչված են ի տարբերություն Վրաստանի ընտրությունների, որովհետև հիմա որևէ մեկը կասի, որ Վրաստանի իշխանությունը նույն ռետորաբանությունն է օգտագործում, ասում է վրաց ժողովուրդն է մեր ճակատագիրը որոշում եւ այլն։ Այո, բայց Վրաստանում միջազգային հանրությունը ասում է, այս ընտրությունները չեղարկված են, իսկ Հայաստանում միջազգային հանրությունը ընտրությունները ճանաչում է եւ դիտորդական առաքելություններ կան, հարցեր չկա։ Եվ երկրորդը, Վրաստանում բոլոր տվյալները ցույց են տալի, որ 80% ուզում է Եվրոպական միության անդամակցություն, դու դրա փոխարեն ես օրակարգ անում։ Հայաստանում այդ մեծամասնությունը ուզում է խաղաղություն, խաղաղության օրակարգով է ուզում շարժվել։ Ուստի այս մարդիկ առհասարակ չեն կարող ասել, որ հայ ժողովրդի ուրեմն անունից է խոսում, որովհետև հայ ժողովուրդը իրանց ուզած պատերազմի օրակարգը, որով այն էլ պարտվելուն իրանք նպատակ ունեն, որ հետո պատերազմի ռետորաբանության հետևանքով ուրեմն հաղթանակի հասնելն է, որովհետև կամ առաջընթաց ունենալն է, այլ իրականում իրանց նպատակն է պարտվելը պատերազմական գործողություն, գիտեն, որ աշխարհաքաղաքական ռազմական բալանսը այդպիսին է, եւ դա բերելու է նրան, որ իրանք ասելու են հայ ժողովրդին, որ ստիպված են դիմել Ռուսաստանին եւ մտնել Ռուսաստանի կազմ, միութենական ուրեմն պետության կազմ եւ դրանով փաստացի Սյունիքը դարձնելով Լեռնային Ղարաբաղի նման այսպիսի գոտի, ակնհայտ է, որ պատերազմը այսօր Հայաստանի Հանրապետության շահերի մեջ չի մտնում, հակառակը։ Պարոն Թոմասյան, կարծում եք, որ օրինակ այդ սոցիալական օրինակ օգնությունը, սոցիալական ծրագրերը, որ առաջ է քաշում Սամվել Կարապետյանը, սա կարող է օրինակ հանրությանը գրավել Հայաստանում, այդ նույն Ռուսաստանը փորձի այդ նույն սցենարները Հայաստանում իրականացնել, այսպիսի հարցեր առաջ քաշելով։ Իհարկե փորձելու է նույն սցենարն է եւ նույն ձևաչափով են իրանք շարժվում եւ Հայաստանը պետք է շատ մանրամասն ուսումնասիրի բոլոր այդ ուրեմն փորձը, վտանգները, ինչպես Ուկրաինայում, Բելարուսում, Մոլդովայում, այդպես էլ Վրաստանում եւ իհարկե նաեւ նույն ադրբեջանական փորձն էլ, որովհետեւ կարան լինել ճնշումներ հայ համայնքի ուղղությամբ Ռուսաստանում, կարող են օգտագործվել հիբրիդային պատերազմի ԶԼՄ-ների ձևաչափ, եւ ես նույնիսկ չեմ բացառում, կրկնեմ, որ մենք ունենք նաեւ սպառնալիք, դա դաշնակցության զինված սպառնալիքն է եւ դա ռուսական ռազմակայանների սպառնալիքն է եւ որևէ մեկը թող չմոռանա, որ մինչեւ Հայաստանի տարածքում գտնվում են FSB-ի զինված ուժերը, սահմանապահ եւ ռուսական ռազմակայանները, ապա հակապետական ուժերը, իդեմս դաշնակցությունի եւ ուրիշների, որոնք ռուսական գործակալական ցանցի մաս են, կարող են հեշտ զինվել եւ զինված ապստամբություն կազմակերպել Հայաստանի իշխանությունների դեմ, դրանով փաստացի Հայաստանում ուրեմն ստեղծելով շատ ծանր իրավիճակ եւ ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, որ նույն ռուսական ռազմակայանների հարցը դիտարկեն անվտանգության բաղադրիչից, որովհետեւ պետք է այս ամեն ինչը Հայաստանի իշխանությունները վերահսկեն, իսկ դաշնակցության հարցը, եթե իրենք առհասարակ զինված ուրեմն գործընթացից չշեղվեն եւ չդատապարտեն եւ դրանից չհեռանան, ապա առհասարակ հարցը կանգնած արդյոք այդպիսի խումբ
որը հայրենասիրության բառապաշարի ներքո կատարում է ռուսական հատուկ ծառայությունների հրամանները, արդյոք տեղ ունի Հայաստանի Հանրապետությունում առհասարակ։ Թե հայրենասիրական հայտարարությունները քեզ տալիս են հնարավորություն դու ինչ ուզում անես, հոկտեմբերի 27 կազմակերպես, հանցագործություններ կազմակերպես, ինչա որ դու հայրենասիրության հայտարարություններ ես անում։ Հայրենասիրության հայտարարությունների տակ հնարավոր է Ադրբեջանի հետ պատերազմ վերսկսել եւ Սյունիք կորցնել, եւ Հայաստանի ինքնիշխանություն կորցնել։ Ուստի հայրենասիրությունը չի, որ իրական քո մոտեցումների մասին է խոսում, այլ պետականանպաստ քո ուրեմն քաղաքականությունը։ Շատ լավ, հետաքրքիր է անդրադառնալ նաև Վրաստանում տեղի ունեցողին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Վրաստանում, որի համաձայն իշխողուժի թեկնածուն 70%-ից ավել ձայն է հավաքել, մինչդեռ փակ են փողոցները կարծես Վրաստանում, ցույցեր են տեղի ունենում, կենտրոնական Ռուսթավի հրապարակի մասին էր նաև մամուլում տեղեկություններ, որ բազմամարդ են, ինչ դիտարկումներ ունեք, ինչ կարող եք մեզ փոխանցել։ Այո, թիմ ընտրությունները տեղի ունեցան, ընդդիմության մեծ մասը չի մասնակցի այս ընտրություններին, որովհետև նույն Եվրոպական միության բարձր ներկայացուցիչը արտաքին գործերի եւ անվտանգության հարցերում Կայա Կալասը եւ ընդլայնման ուրեմն ներկայացուցիչ Մարտակոսը հայտարարություն արեցին երեկ եւ հստակ ասացին, որ այս ընտրությունների ուրեմն թափանցիկությունը չի համապատասխանում միջազգային ստանդարտների, զուգահեռ դրա ԵՀԿ-ի դիտորդական առաքելություն Վրաստանը չէր հրավիրել, առաջի անգամ բացի դրանից տեղի դիտորդական առաքելությունները չեն մասնակցել ընտրություններում եւ առհասարակ մթնոլորտը, որում նախընտրական եւ ընտրական գործընթաց տեղի է ունեցել ճնշումների, քաղաքական հետապնդումների գործընթաց էր եւ ուստի այս ընտրությունները չեն ճանաչվում ազատ եւ թափանցիկ, բացի դրանից կոնկրետ պետք է ասվի, որ ընդդիմության 90%-ը չի մասնակցել, բոյկոտել այս ընտրությունները եւ մասնակցող նույնիսկ ընդդիմությունը կարելի է ասել, որ փաստացի իրանց են մենակ քաղաքական խնդիրներ սրանով ստեղծել, առհասարակ որևէ մեկը սա ընտրություններ չի գնահատում ինչպես այսպեսին եւ նույնիսկ այս դեպքում երբ լուրջ ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործվեց եւ լուրջ ուրեմն իրավիճակ ստեղծվեց կեղծման գործընթացում իրական տվյալները 70%-ը ինչ իրանք ասում են, որ քվեարկել է իրենց համար, բայց եթե համարենք իրական բնակչության ինչ տոկոսն է գնացել եւ այդտեղից այդ տվյալները, ապա 20-25% է ստացվում, ով քվեարկել է փաստացի Թբիլիսիի խոսքի բնակչության 20%-ն է քվեարկել գործող իշխանության համար, ուստի դա նշանակում է, որ 80%-ը առհասարակ կամ չգնաց ընտրությունների, չի աջակցում իշխանություններին, բայց հաշվի առնելով, որ ընդդիմությունը չէր մասնակցում, ոչ էլ այն ձևաչափով է մասնակցել այդ ընտրություններին։ Սա նշանակում է, որ իրականում թվերը շատ ճիշտ են, մոտավորապես 80%-ը Վրաստանի բնակչության աջակցում են Եվրոպական միության անդամակցության գործընթացին եւ այսօրվա իշխանությունների աջակցության ցուցանիշը մոտավորապես 20%-ի շեմին է իր ադմինիստրատիվ ռեսուրսով տարբեր տեղերում, հարցը նրանում է, թե ինչ ձևաչափով է հնարավոր, որ ընդդիմությունը կարողանա առհասարակ հաղթել եւ երբ, որովհետեւ ընտրությունները 3 տարուց են, եթե մեր պահանջը տեղի չունենա, որ նոր արտահայտ ընտրություններ նշանակվի, ցույցը շատ մեծ էր այդ օրը, 100,000-ից ավել մարդ էր հավաքվել հենց ընտրությունների օրը, այդտեղ կար կազմակերպչական խումբ, որը կոչ արեց ցուցարարներին գնալ նախագահի նստավայրի մոտ եւ այդտեղ ուրեմն դիմել ուրեմն բախումների, այսպես ասած, ցույցի շատ փոքր մասը դրան աջակցեց, որովհետեւ առհասարակ Վրաստանի քաղաքացիների մոտեցումը խաղաղ ցույցերի միջոցով է իշխանապողություն ապահովելը եւ Վրաստանի եվրոպական ուղու վրա վերադարձը, այլ ոչ թե բռնի միջոցով եւ բռնի ձևաչափին աջակիցների թիվը կարելի ասել երևաց նաեւ, որ այդտեղ շատ քիչ է։ Այս փուլի համար ձերբակալված են այդ ուրեմն կազմակերպչական խմբի 5 անդամները, բախումներ տեղի են ունեցել, բայց որ ասենք շատ ուղիղ այդ բախումների մակարդակը եւ աստիճանը շատ մեծ չի եղել, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, շատ սահմանափակ քանակի մարդիկ են այդ 100,000-անոց ցույցից մասնակցել դրանում, առհասարակ դա ուղղակի ցույց է տալի, որ դժգոհությունը մարդկանց մեջ կա եւ խաղաղ ցույցերից երբ ձայնը իշխանությունը նաեւ չի ընկալում առհասարակ եւ ցույցերը 10 ամիս ամեն օր շարունակվում են
եւ ճնշումները շարունակվում են, այո, մենք ստանում ենք նաև լարված իրավիճակ, որը իհարկե դրական չէ, որևէ մեկը չի կարող իմ պատկերացումով որևէ ուրեմն բախում գնահատի ինչպես դրական, բայց ցավոք դա նաև այն օրակարգի մաս է, որում մենք գտնվում ենք։ Մի կարծում եմ, որ հիմա իրավիճակը տանում է նրան, որ պետք է ձևափոխվի ընդդիմադիր դաշտը, փոփոխություններ տեղի ունենա ներքաղաքական կյանքում եւ ավելի նոր եւ իմ հույս ունեմ, որ ավելի առողջ եւ ճիշտ մոտեցումներով մենք կարողանանք միավորել Վրաստանի քաղաքացիներին, որովհետեւ միայն այն, որ իրանք դժգոհ են ներկա իշխանությունով, այդ 80%-ը դա բավարար չէ։ Նաև պետք է լինի կոնկրետ քաղաքական ուժեր, ում իրանք հստակ աջակցում են եւ ով կկարողանա մոբիլիզացնի այդ ռեսուրսը, որը գոյություն ունի, եւ կարողանա խաղաղ ոչ բռնի օրակարգով տանի դեպի նոր ընտրություններ գործընթաց։ Պաշտոն պարոն Թումասյան, Վրաստանը փոխում է, կարելի ասել, իր արտաքին քաղաքական կուրսը, Վրաստանը, որը ստորագրեց ասոցիացիան համաձայնագիր, ի տարբերություն Հայաստանի 2014 թվականին, Վրաստանը, որը ձգտում էր դեպի Եվրամիություն, ազատ վիզային ռեժիմի, այսօր կարծես ուրիշ քաղաքական կուրս ունի, հետևելով նաև իշխանությունների ու Եվրամիության ներկայացուցիչների այս հռետորաբանության միմյանց ուղղված կոշտ, եւ սա ինչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար, որտեղ օրինակ շատ հաճախ խոսում էին, որ պետք է մենք էլ գնանք մեր հարևան երկրի ճանապարհով, հիմա այդ ճանապարհը կարծես փոխվել է։ Դե պետք է ասել, որ ուրեմն 10 ամիս որ տեղի են ունենում ցույցեր, այն պատճառով են, որ 10 ամիս առաջ Վրաստանի այդպես կոչված վարչապետը հայտարարեց, որ կասեցնում են Եվրոպական միության անդամակցության ուղղված ջանքերը, ուստի հիմա չի, որ արտաքին քաղաքականությունը փոխվել է, այլ 10 ամիս առաջ պաշտոնական, իսկ իրականում միջև այդ եւ ընտրությունների կեղծումը դրա մաս էր, Հայաստանը պետք է գնա Վրաստանի օրինակով, իհարկե, բայց միևնույն ժամանակ հաշվի առնի Վրաստանի սխալները։ Եվ Վրաստանի սխալները այն էին, որ մենք կարծեցանք, որ ռուս օլիգարխը, որը մեզ խոստանում է անկեղծ ուրեմն շատ լավ բաներ էր խոստանում, ժողովրդավարություն, տնտեսական զարգացում, Եվրոպական միության անդամակցություն եւ այլն, ժողովուրդը շփոթվեց, սխալվեց եւ կարծեցավ, որ այնինչ մարդ ուրեմն խոստանում է, հենց դա էլ պատրաստվում է անել։ Եվ ես կոչ եմ անում Հայաստանի ժողովրդին չշփոթվել եւ ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի նույնպիսի մոտեցումին, որը կարա ամենալավ բաները հայ ազգին խոստանա, նույնիսկ Եվրոպական միությունում անդամակցություն, ես չգիտեմ, նույնիսկ դա կարա անի եւ ուրիշ խոստումներ կա, հարստություն անսահմանափակ եւ այլն, հետո Հյուսիսային Կորեա է ձևավորում, որտեղ ռուս օլիգարխները առհասարակ իրանց սեփական օրակարգը չունեն, սա իրանք այսպես ասած միջոց են միայն այստեղ կառավարելու եւ Վրաստանի օրինակով Հայաստանը պետք է շարժվի, բայց թույլ չտա այդ սխալները։ Իսկ Վրաստանի դաշտում, այո, մենք կարող ենք ասել, որ ցավոք Վրաստանը այսօր դարձել է հակաեվրոպական, հակաարևմտյան ուժ եւ գիտեք Դուգինը 3 դուրս եկավ պաշտոնապես հայտարարեց, որ այսօր միայն Վրաստանն է հարավային Կովկասում ինքնիշխան քաղաքականություն վարում, ինչը նշանակում է, որ միայն Վրաստանն է ռուսամետ քաղաքականություն վարում, իսկ Հայաստանը եւ Ադրբեջանը այդքան խելացի գտնվան իրանց սեփական ժողովրդների համար, որ երկուսն էլ կարողացան ռուսական այդ լծակի տակից ուրիշ ձևերով իհարկե, Ադրբեջանը իր ձև ունի, Հայաստանը իր, իհարկե ես կարծում եմ Հայաստանի ձևը շատ ավելի ճիշտ է, ժողովրդավար պետություն կամ այլընտրակ չունի, բայց փաստացի երկուսն էլ եւ նույնիսկ կենտրոնական Ասիան կարող է դուրս գալ այս իրավիճակից։ Իհարկե, վրաց ժողովուրդը մնում է վրաց ժողովրդի օրակարգը Եվրոպական միությունը։ Եվ իհարկե հայ ժողովուրդը եւ վրաց ժողովուրդը միասնական ապագա ունեն Եվրոպական միությունում։ Եղել է ժամանակ, երբ հայ ժողովուրդը ուզել է պայքարել է իր պետությունում սուվերենության համար եւ երկար տարիներ չի կարողացի այդ նպատակին հասնել, այդ ժամանակ Վրաստանը Եվրոպամետ քաղաքականություն էր վարում եւ պաշտպանում էր Հայաստանը Ռուսաստանի կազմ մտնելուց, ինչը այսօր էլ այդ գործակալների նպատակն է, որովհետեւ սահման չկար Ռուսաստանի հետ եւ Վրաստանը այսպիսի ճակատ էր պահում, այսօր Հայաստանը պետք է Վրաստանի թիկուն կպահի, նրանով որ ժողովրդավարության կրակը հարավային Կովկասում վառած ուրեմն պահի, որ ուրեմն առհասարակ ժողովրդավարությունը չկորի այս տարածաշրջանից այսպես։ Միևնույն ժամանակ Վրաստանը ես համոզված եմ, որ վերջապես իհարկե կգա
հետ ժողովրդավար ճանապարհին եւ Վրաստանը եւ Հայաստանը միասնական ապագա ունեն Եվրոպական միությունում, ինչքան էլ բարդ չլինի այդ ուղին, դրան պետք է լինի ժամանակ, իհարկե դա կախված է աշխարհակաղակական զարգացումներից, այդ թվում առաջերտին Ուկրաինայում պատերազմից, բայց դա այլընտրանք չունի։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կայունացումը շատ կարեւոր է, բայց չի երևում, որ Թուրքիան ուզում է Եվրոպական միությունում անդամ դառնալու ձևաչափով առաջ գնա։ Ուստի տարածաշրջանում Հայաստանը, որ իրատեսական ոչ միայն մոտենա Եվրոպական միությանը, ինչ այսօր իշխանությունը հայտարարում է եւ ճիշտ է հայտարարում, այլ անդամ դառնա, ինչը իշխանությունը ասում է, որ հնարավոր է, բայց ապագայում։ Դրա համար անպայման պետք է որ Վրաստանը վերադառնա իհարկե այդ ուղու վրա եւ ես կարծում եմ, որ վրաց ժողովուրդը պայքարը շարունակելով իր նպատակին բարդ ճանապարհով, բայց ի վերջո կհասնի։ Շնորհակալություն, պարոն Թումասյան, մեր հետևորդներին հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում է Վրաստանում բնակվող մեր հայրենակից միջազգային հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։